Բարեզ սիրելիներ, կին ձեզ հետ եմ լինելու այս օրհնված ուսումնասիրության մեջ։ Մենք շարունակում ենք մեր ճանապարհը ծննդոցից մինչև հայտնություն, գրքից գիրք, գլխից գլուխ, փնտրելով մեկ անձի, Հիսուս Քրիստոսը։ Ծննդոցում տեսանք նրան ստեղծագործության խոսք, Ադամի փրկագնումի խոստումը, Հովսեփի կյանքը եւ նախապատկերումը։ Այսօր բացում ենք Ելից գիրքը, սիրելիներ, ավարտեցինք ծննդոց գիրքը եւ Հիսուսը կրկին այստեղ է։ Ելից գլուխ առաջին եւ երկրորդ գլուխները, գերության խավարը եւ ծագող փրկիչը։ Ինչպես Տերը ինքը ասեց. «Քննեցեք գրքերը, որովհետեւ նրանք բոլորը իմ մասին են վկայում, խոսում»։ Հովհաննես 5:39։ Մեր նպատակն է ճանաչել Հիսուս Քրիստոսին ավելի խորապես, հասկանալ Աստծո ծրագիրը եւ կիրառել նրա խոսքը մեր կյանքում։ Գլուխ առաջի գլխում մեղքի Եգիպտոսը եւ Քրիստոսի լույսը առաջի գլուխը սկսվում է խավարով։ Իսրայելը փրկության մեջ է։ Եգիպտոսը մեր մեղավոր վիճակի պատկերն է, իսկ փարավոնը սատանայի, ով ուզում է մեզ պահել շղթաների մեջ։ Բայց տեսեք, թե ինչպես է այստեղ երևում Հիսուսը։ Փարավոնը հրամայում է սպանել բոլոր արու զավակներին, որպեսզի կանգնեցնի ազատարարի գալուստը։ Սա նույն հոգևոր պատերազմն է, որը տեսնում ենք Հիսուսի ծննդյան ժամանակ, երբ Հերովդեսը փորձում էր սպանել մանուկին։ Հիսուսը այստեղ երևում է որպես խոստացված սերունդ, որին ոչ մի չարիք չի կարող ոչնչացնել, որքան շատ են ճնշումը Աստծո ժողովրդին, այնքան Քրիստոսի կյանքը նրանց մեջ ավելի է բազմանում։ Երկրորդ գլուխը Մովսեսը որպես Քրիստոսի նախապատկեր ծնվում է Մովսեսը։ Նրա ծնունդը մի հայտնություն է։ Նրան դնում են մի տապանի մեջ եւ հանձնում ջրերին։ Ինչպես Մովսեսը եկավ ջրերից, մահվան վտանգից փրկելու համար, այնպես էլ Հիսուս Քրիստոսը եկավ մեր մահվան դատապարտության մեջ, որպեսզի մեզ այստեղից դուրս հանի։ Մովսեսը թողեց փարավոնի պալատը, թողեց իր փառքը, որպեսզի չարչարվի իր եղբայրների հետ։ Սա Հիսուս Քրիստոսի քենոզիսի խոնարհման պատկերն է, սիրելիներ, ինչպես Պողոս առաքյալն է ասում, Հիսուսը Աստծո կերպարանքը ունենալով իրեն ունայնացրեց եւ ծառայի կերպարանք առավ։ Մովսեսը Քրիստոսն է որպես խորհուրդ, ով գալիս է մեր տկարության վայրը, որպեսզի դառնա մեր միջնորդը ու փրկիչը։ Ջրհորը գլխի վերջում Մովսեսը նստում է ջրհորի մոտ, սա սուրբ հանդիպման վայր է։ Հիսուսը հենց այն Տերն է, ով սամարացի կնոջը հանդիպեց ջրհորի մոտ։ Մովսեսը ջուր տվեց աղջիկներին եւ պաշտպանեց նրանց։ Հիսուսը մեր կենթանի ջրի ակունքն է, ով մեզ պաշտպանում է չարից, հարձակումներից եւ հագեցնում է մեր հոգու ծարավը։ Այսօրվա դասը մեզ համար հետևյալն է. երբեմն Աստված թույլ է տալիս, որ մենք անցնենք եգիպտական ճնշումների միջոցով, որպեսզի մենք աղաղակենք նրան։ Եթե դու այսօր ճնշված եք, հիշեք, փրկիչը արդեն ծնվել է ձեր հոգում։ Եթե դերևս չի ծնվել, դու նրան կանչի քո սրտի մեջ եւ նա քո սրտում է կծնվի։ Նա պատրաստում է մեր ելքը։ Մի վախեցեք փարավոնի սպառնալիքներից, որովհետեւ մեր միջնորդը Հիսուսը արդեն մեր կողքինն է։ Եբրայեցիների 11:26-ը Մովսեսը Քրիստոսի նախատինքը ավելի մեծ հարստություն է համարում, քան Եգիպտոսի գանձերը։ Ֆիլիպեցիների 2:7-ը իրեն ունայնացրեց ծառայի կերպարանք առնելով, մարդկանց նման լինելով։ Ամփոփելով, սիրելիներ, Հիսուս Քրիստոսը Ելից գրքի հենց առաջին էջերից մեզ ասում է. «Ես տեսնում եմ քո տառապանքը, եւ ես իջել եմ, որ քեզ ազատեմ»։ Վստահենք նրան մեր կյանքի ամենադժվար ստրկության մեջ։ Եվ եկեք աղոթքով ավարտենք, սիրելիներ։ Տեր Հիսուս, շնորհակալ ենք, որ դու թողեցիր քո երկնային փառքը եւ եկար իմ մեղքի Եգիպտոսը, որպեսզի ինձ ազատես։
Օգնիր ինձ այսօր տեսնել քո ձեռքը իմ դժվարությունների մեջ եւ հավատալ, որ դու իմ ճշմարիտ ազատարարն ես։ Ամեն։ Աստված օրհնի քեզ եւ քո ընտանիքը։ Աստծո կամքով կհանդիպենք վաղը, սիրելիներ։ Եթե ինչ որ հարցեր ունես, կարող ես մեկնաբանություններում գրել եւ քո կարծիքը թե դու ինչպես ես տեսնում Ելիսի առաջի երկրորդ գլխում եղիր օրհնված։